Հանրային ռադիոյի ուղիղ եթերում վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիո լսողներ եւ YouTube-ում մեզ հետևողներ։ Մշակութային մարդաբան Երևանի Պետական Համալսարանի մշակութաբանության ամբիոնի դոցենտ Յուլիա Անտոնյանի հետ այսօր խոսելու ենք խորհրդահայ մշակույթի եւ նրա մերօրյա դրսեւորումների մասին։ Փորձելու ենք հասկանալ, թե ինչպես էր մշակույթը սահմանվում խորհրդային տարիներին եւ ինչպիսին է մշակույթի մեր այսօրվա ընկալումները։ Ողջույն Յուլիա, ես շատ ուրախ եմ ձեզ այստեղ հյուրընկալելու համար։ Ես էլ նույնպես շնորհակալություն, որ ինձ հրավիրել եք այս հետաքրքիր թեմայով խոսելու։ Յուլիա, ես գիտեմ, որ դուք հետազոտել եք այս թեման, մի շարք հոդվածներ ունեք գրած եւ տպագրված, իմ ձեռքի տակ հենց այս գիրքն է, որ տպագրված է ձեր հոդվածները, Երևանի Պետական Համալսարանի տպագրությունն է։ Եկեք սահմանենք, թե ինչ ասել է խորհրդային մշակույթ, ընդհանրապես եւ ինչով է խորհրդային մշակույթը ուղիղ կապ ստեղծում մեր այսօրվա կյանքի առօրյայի, մեր այսօրվա մշակույթի հետ։ Շնորհակալություն այդ հարցի համար։ Եթե նկատել եք այդ գրքի վերնագրում ոչ թե խորհրդային բառն է, այլ խորհրդահայ։ Ու դա պատահական չէ, որովհետև այդ խորհրդայինի ու հայկականի միավորումը դա տալիս է շատ հետաքրքիր հիբրիդային մի երևույթ, որը շատ յուրահատուկ էր ընդհանուր առմամբ սովետական միության քաղաքականությանը։ Իսկ սովետական միության մշակութային քաղաքականությունը երևի ամենակարևորներից մեկն էր, որովհետև խորհրդային միությունը ինքն իրեն հենվում էր շատ կուռ գաղափարախոսության վրա, եւ այդ գաղափարախոսությունը կարևոր էր փոխանցել լայն, ինչպես ասում են այն ժամանակ, մասսաներին։ Ինչպես դա անել, իհարկե պետք էր մշակել շատ որոշակի քաղաքականություն, որովհետև գիտեք, գաղափարախոսությունը դա ինչ որ տեքստ չի, որը բոլորի առջև նստես ու կարդաս, դա մի ամբողջություն է տարբեր կոնցեպցիաների, սիմվոլների, գաղափարների, նույնիսկ էմոցիաների, որը պետք է փորձել փոխանցել բազմակողմանիորեն։ Սա առաջինը, երկրորդը այդ հայկականը դա նույնպես շատ կարևոր է, որտեվ սովետական միությունը, ինչպես ժամանակին ասում էր ուրեմն Տերի Մարտինը, շատ հայտնի ամերիկյան, եթե չեմ սխալվում, գիտնականը, պատմաբանը, սովետական միությունը յուրահատուկ կայսրություն էր։ Դա, ինչպես նա ասում էր, դրական ազդեցության կայսրություններ, այսինքն նշանակում էր, որ սովորաբար կայսրություններում ազգային փոքրամասնությունները ճնշվում են, քողարկվում են, սովետական միությունը կարծես թե հակառակն էր անում, նա ստեղծել էր ազգային հանրապետություններ, ազգային հանրապետություններում ազգային ինքնավար մարզեր եւ այդ ամենը փոխում էր պատկերացումները կայսրության մասին։ Եվ իրականում այստեղ ինչն էր կարևորը, այդ նույն գաղափարախոսությունը փոխանցվում էր ազգային շրջանակներում, ազգային դիմակով, այդպես ասել, եւ պատահական չէ, էլի բազմիցս անգամ կրկնում ենք Ստալինի խոսքերը, հա, որ մշակույթը պետք է լինի ազգայինը ձևով եւ սոցիալիստականը բովանդակությամբ, եւ այդ ազգայինը ձևով դա շատ կարեւոր էր։ Միևնույն ժամանակ, ես էլ ասեմ, ու դուք ինձ հերթական հարցը կտաք, խորհրդային միության ամենակարևոր խնդիրներից էր ազգայնականության հետ պայքարը։ Այ հենց ես դա էի ուզում հարցնել։ Դա պարադոքս է, իրականում պարադոքս, առաջին հայացքից միայն։ Հապես խորհրդային կոնցեպտը, խորհրդային գաղափարախոսությունը ինքը կոսմոպոլիտ հասկացություն էր, չէ՞, ընդհանուր։ Ու այդ պարադոքս ինչ եմ ասում առաջին հայացքից էր միայն, որովհետև առաջինը դա հասկանալի էր, որ այդ գաղափարախոսությունը, այդ մեսիջները սովետական կառավարությունից պետք է խոսեցվեին ժողովրդի հետ, նախ իրենց լեզուներով, լավ կլիներ իրենց հասկանալի ձևերով, հասկանալի կոնցեպցիաներով, հասկանալի վայրերում եւ հասկանալի կերպարների կողմից։ Միևնույն ժամանակ շատ լավ ընկալվում էր, որ ազգայնականությունը դա 19-րդ դարի համենայն դեպս ազգայնականության հիմնական գաղափարը, դա անկախացումն է, դա ազգային պետությունների, ազգային, այդպես անգլերեն լավ բառ կա, պոլիտիների, քաղաքական ինչ-որ միավորների ստեղծումն է, ինչը իհարկե խորհրդային միությունում չպետք է թույլ տային։ Ու փաստորեն այդ ազգային քաղաքականությունը ամբողջությամբ միտված էր հենց այդ հիմնական նպատակին
ազգայնականությունը վերցնել գաղափարական շրջանակների մեջ, վերահսկել եւ թելադրել ազգայնական այդ օրակարգը, որը պետք է լինի ոչ թե ազգային պետությունների ստեղծելը, այլ սոցիալիստական ազգային մշակույթների ստեղծելը։ Եվ դա արվում էր բավականին հետևողական, բազմակողմանիորեն եւ իհարկե սկսվում էր ինչից՝ կրթությունից միանշանակ։ Ինչ է նշանակում կրթությունից, երբ որ այն երկրում, որտեղ սենց ասեմ ռուսական կայսրության մեջ 19-րդ դարի վերջում ընդամենը 30%-ներ գրագետ։ Միգուցե հայերի մեջ այդ տոկոսը մի քիչ ավելի բարձր էր, բայց էլի շատ չէ, գյուղացիական բնակչությունը մեծամասամբ այնուամենայնիվ անգրագետ էր։ Այսինքն առաջինը պետք է սովորեցնել մարդկանց կարդալ, հետո նրանց ճիշտ տեքստեր տալ, ճիշտ մեսեջներ տալ, որպեսզի նրանք կարդան ճիշտ գրականություն։ Այո։ Մի քիչ իրականում ինձ հիշեցնում է ռեֆորմացիայի դարաշրջանը, երբ որ ընդհանուր գրագիտությունը, աստվածաշնչի թարգմանությունը, ազգային լեզուների ստեղծումը հիմնականում միտված էր նույնպես այդ նպատակին, որպեսզի մարդիկ կարողանային իրենք աստվածաշունչը կարդային առանց քահանաների օգնությամբ եւ ոնց որ հաղորդակցվեին Աստծո հետ ուղիղ այդ ալիքով, հա, նույնը մոտավորապես արվում էր սովետական միությունում։ Եվ այդտեղ ծնվում էր կուլտուրական մարդ հասկացությունը, չէ, առաջ գալիս եւ այդ կուլտուրական մարդն էլ հեղինակություններ, որը այսպես իր հեղինակությունը տարածում էր ավելի լայն մասաների, ավելի մեծ շատ ճիշտ եք ասում, կուլտուրական մարդ հասկացությունը դա հատկապես 20-ական 30-ական թվականներում մի քիչ ավելի լայն իրականում հասկացություն ուներ, խոսքը չէր գնում միայն մարդու մասին, որը քիչ թե շատ տեղեկացած է, այսինքն գրականությունից, թատրոնից, ինչպես մենք հիմա ենք, հա, դա պատկերացնում, դա շատ ավելի լայն էր, դա քաղաքակիրթ մարդու հավասար էր այդ հասկացությունը եւ ինչ էր նշանակում քաղաքակիրթ, օրինակ 30-ական 20-ական թվականների վերջում 30-ական թվականների սկզբներում բանվորներին փորձում են սովորեցնել ոչ միայն ասեն գրել, կարդալ, քաղաքական գրագիտություն կամ նման մի բաներ, սովորեցնում են պրիմիտիվ բաներ, ինչպես ճիշտ նստել, ճիշտ քայլել, ճիշտ ուտել, ճիշտ հագնվել։ Այդ ճիշտը իհարկե սովետական ձևով էր, այդ սովետական քաղաքակրթության մասին էր խոսքը, բայց այստեղ ընդգրկվում էր վարքագծային գրեթե բոլոր դրսևորումները մարդկանց, խոսքային, վարքագծային, այսինքն պետքա վերահսկվեր եւ որոշակի շրջանակների մեջ վերցվեր խորթային, այդպես նոր ստեղծվող մարդու ամբողջական դրսևորումները։ Եվ դա իհարկե բավականին լուրջ իմիջայլոց գործեր եւ այն մի տարում չէր արվել, երկու տարում չէր արվել, դրան նվիրված էին գրեթե 2 տասնամյակ միջ պատերազմական եւ պատերազմից հետո ահագին ժամանակ, այնտեղ իհարկե փոխվում են արդեն ասենց ասենք կարճատև, հա, այդ խնդիրները փոխվում են, բայց միևնույն է, ընդհանուր գաղափարը մնում է։ Եվ շատ հետաքրքիր է նաև դիտարկել այդ ամեն ինչը մեր օրյա, մեր ժամանակյա պրիզմայի մեջ, քանի որ մենք երբեմն նույն իներցիայով շարունակում ենք խորհրդայինից մեզ ժառանգություն ստացած մեր վարքագծերը, վարքականոնը, կուլտուրական մարդ լինելու այդ սահմանումները կամ չափանիշները, որոնք եկել են էլի անցյալից, հաստատ օրինակներ կան այդպիսի, որը այսօր էլ շարունակվում է, եթե դուք դիտարկել եք։ Իհարկե, զարմանալիորեն մինչև այսօր կուլտուրական մարդու պատկերացումը մնացել է այդ խորհրդային շրջանակներում։ Այո, սկզբից կուլտուրական, մի քիչ մտավորականության ու կուլտուրականության միջև այնուամենայնիվ տարբերություններ կան, որովհետև մտավորականությունը ի սկզբանե 19-րդ դարում ուներ լրիվ այլ ներքին բովանդակություն, ներքին իմաստավորում, որպես հասկացություն, դա ավելի շատ ինտելեկտուալների այն խումբն էր, որը դատաբար կամ քննական տեսակետից էին
ստեղծական տեսակետից են մոտենում իրականությանը, փորձում են այն բացատրել, որոնք չէին համակերպվում եղած կարգերի հետ, որոնք փորձում են դրանց դեմ պայքարել։ Մտավորականությունը ի սկզբանե 19-րդ դարում օրինակ միշտ որոշ չափով ընդդիմադիր էր։ Ես ինչ եմ ասում որոշ չափով, որտեղ այնտեղ կային եւ ծայրահեղ ընդդիմադիրներ, եւ չափավոր ընդդիմադիրներ, եւ անդիմադիրներ, որոնք այնուամենայնիվ հարմարվող էին, հա, եւ դա թույլ էր տալիս օրինակ բոլշևիկներին անընդհատ մեղադրել այդպես կոչված բուրժուական մտավորականության իրենց այդ հարմարվողականության մեջ։ Բայց սովետական շրջանում մտավորականությունը միշտ հարմարվող էր։ Մտավորականությունը դառնում էր գաղափարախոսության այն արտաբերողը։ Եվ իրենք են ստեղծում այն այդպես կոչված մշակույթի պրոդուկտները, որոնք հրամցվում են ժողովրդին եւ որոնց օգնությամբ կամ որոնց միջոցով նրանք ստանում են այդ գաղափարախոսության մասնաբաժինները ամեն անգամ։ Եվ երբ որ մենք այսօր խոսում ենք օրինակ մտավորականի կամ նույն կուլտուրական մարդու մասին, մենք ի նկատի ունենք ասելով իհարկե ես չեմ սիրում այդ բառը, որտեղ ով մենք, հա, բայց ասենք ասենք ընդհանուր հանրային դիսկուրսում կարծիքների մեծամասնությունը հարում է հենց այդ մոդելին, սովետական մոդելին։ Օրինակ, եթե դու կուլտուրական մարդ ես կամ մտավորական ես, նշանակում է, որ դու պետք է գրքեր կարդաս, հա, իսկ ասենք ինչ գրքեր դա արդեն երկրորդականը, բայց պետք է անպայման գիրք կարդաս եւ թատրոն գնաս, հա, գրադարան գնաս, այն որ կան ժամանակակից ինտելեկտի զարգացման դրիվ այլ տարբերակներ եւ ընդհանրապես այսօր ինֆորմացիոն տեխնոլոգիաներ ենքան են աճել, որ արդեն գիրքը շատ անգամ չի բավարարում մարդու ինֆորմացիայի կարիքը եւ այդ քաղցը, հա, դա հաշվի չի առնվում, որտեղ սովետական ժամանակներում բարձր ինտերնետ չկար, ոչ մի բան չկար։ Նույնը մարդկային վարքագծի մասին, խոսքի չափանիշների, ամեն ինչի հետ կապված մարդիկ անընդհատ վերադառնում են այն սովետական անցյալը, հղում են այդ անցյալը, որը դառնում է իրենց համար ինչ որ անհասանելի եւ ինչ որ գերական մոդել, որին միշտ պետք է նայել եւ հիանալ։ Ու դա իհարկե շատ լուրջ խանգարում է այսօրվա զարգացումներին եւ օրինակ դպրոցում դա ահագին խոչընդոտում է ժամանակակից կրթական process-ների զարգացումը, որտեղ ուսուցիչները չեն ընդունում ժամանակակից ճանապարհները, այդ մեթոդները, նրանց թվում է, որ այն ինչ որ են ժամանակ եղել է, դա միակ ճիշտն է, միակ անթերին է եւ դրան միայն պետք է հետեւել։ Եվ այսպես ամեն տեղ գրեթե եւ հետաքրքիր է, որ արժեքների տեսակետից նույնպես խորհրդային արժեքները մինչև հիմա կարևորագույն տեղ են զբաղում, որոնց իմիջիալից վերագրվում է այդ ազգային գաղափարը, բայց եթե մենք փորձենք փորել եւ վերլուծել, դրանց մեծամասնությունը իրականում ոչ թե ազգային է, այլ հենց խորհրդային ժամանակներից խորհրդահայ է, այդպես ասենք։ Եվ հետաքրքիր է, որ մշակույթը նաեւ տարանջատվում է տարբեր, այսինքն սեգմենտների էր բաժանվում եւ այդ նույնը այսօր էլ կա ու այնտեղ կային որոշ սեգմենտներ առավել կարևոր էին, օրինակ թատրոնի դերն էր շատ կարևորվում խորհրդային ժամանակներում, որքանով որ ինքս հասկացա, այսօր էլ մեր թատերական գործիչների հետ երբ հանդիպում ենք զրույցների ընթացքում ամենատարբեր, իրենք անընդհատ հիշատակում են, որ խորհրդային ժամանակվա հանդիսատեսը ուրիշ էր, հատուկ հագնվում էր, հատուկ յուրաքանչյուր շաբաթ պիտի գնար թատրոն անպայման, այսպես ինչ որ հատուկ արարողակարգ էր, չէ, լինում թատրոնի հետ կապված։ Ու նույնը կարծես այդտեղ ոչ միայն թատրոնի հետ կապված հանդիսատեսի կապվածությունն էր ստեղծում, այլ նաև թատրոնի դերասանի կերպարն էր այդտեղ շատ կարևորվում։ Պատահական չէ, որ որոշ թատրոնի դերասաններ այսօր չգիտեմ, մտավորականության օրինակ են, չէ։ Երբ որ ես էլ եմ նման բաներ շատ լսում, ինչի ինձ բավական զարմացնում է, որովհետև ես ճիշտ է ուշ խորհրդային սերնդից եմ, բայց քանի որ ես էլ էի թատրոն գնում, հա, հետևելով այդ ընդհանուր տրենդերի, ես շատ լավ հիշում եմ սովետական հատկապես վերջի 10-ամյակի
թատրոնների դատարկ դահլիճները եւ եթե համեմատես այսօրվա հետ, ասենք այսօր ամեն երկրորդ ներկայացումը, որը ես այցելում, իսկ ես բավական հաճախ եմ գնում, անշլագ է եւ կարելի ասել ազատ տեղ չկա։ Այնպես որ երևի մարդիկ ավելի շատ հետևում են երևակայական իրենց պատկերացումների, մոդելների, ինչ որ համոզմունքների, որոնք եթե սկսես փաստերով փորձել, ապացուցել, դրանք իհարկե ոչ մի քննադատությանը չեն դիմանում։ Բայց այդ սեգմենտացման մասին շատ լավ հարց եւ նկատառում է։ Իհարկե մշակույթը դա շատ համապարփակ է երևույթ է եւ կարելի ասել ես որպես մշակութային մարդաբան յուրովի մասնագիտական ընկալում ունեմ իհարկե մշակույթի մեզ համար մշակույթը դա ամեն ինչն է ինչ որ կապված է մարդու հետ որը սովորելու է որը չի կապված չի նրա կենսաբանական ուրեմն կերտվածքի հետ նրա բնազդների եւ այլ անգամ ուտելը Բարձա մենք կարիք ունենք սննդի, մենք պետք է այն ծամենք, կուլ տանք եւ այլ եւ դա բնական է, բայց կա ուտելու ձև, կա ինչ է սուտում, երբ է սուտում, ում հետ է սուտում եւ այդ բոլոր հարցեր դա իհարկե մշակույթ է արդեն։ Եվ բայց սովետական շրջանում իհարկե մենք ավելի նեղ ընկալումներ ենք տեսնում, հիմնականում բոլոր սահմանումներում այն ներկայացվում է որպես մարդկային գործունեության նվաճումներ։ Այդ նվաճումներ բառը մենք շատ ենք սիրում ամեն տեղ դասագրքերում անընդհատ խոսում նվաճումների մասին եւ փաստորեն այդ նվաճումները սովետական միությունը պատկերացնում էր որ պետք է լինեն երկու ոլորտում նյութական եւ հոգեվոր Եվ այդ դիքոտոմիան ինքը իհարկե պատահական չէր այն ուղղակիորեն կապում էր մշակույթի ընկալումը մարքսիստական գաղափարախոսության հետ որտեղ կար ուրեմն նյութականը եւ կար հոգեվորը նյութականը դա հենք էր հիմք էր հա եւ հոգեվորը դա ուրեմն Այդպես կոչված վերնաշենք էր, սկզբնականը իհարկե նյութականն էր, հետո նոր գալիս էր երկրորդականը այդ հոգևորը։ Ու ինչն է այստեղ նաև զարմանալին, որ այդ նյութապաշտական, հա, այդպես մոտեցումները դրսևորվում են նաև գիտության մեջ, օրինակ ազգագրության, հնագիտության, իսկ պատմության, որտեղ ուսումնասիրման առարկաները հիմնականում այսպես կոչված նյութական մշակույթներ, այդ նյութականացումներ։ Մնացածը ենթադրվում էր, որ ավելի շատ վերաբերում է ժամանցի բնագավառին, դա լուրջ չի, դա մարդը երկրորդական արդեն դեր է, բայց իրականությունը ճիշտ հակառակն էր, որովհետև ասենք այդ նյութականը նա այդքան նյութականն էլ կարևոր էր օրինակ մի այդպիսի հարց կուլտուրական մարդու դաստիարակության գործում այդ հանդիսավոր հա գործընթացում օրինակ լավ աշխատանքի համար բանվորներին 20-ական 30-ական թվականներին ոչ թե փող են տալիս այլ տալիս են նյութական պարգևներ եւ այդ պարգևները հատուկ էին ընտրված չէ օրինակ տեսեք կահույք ասենք սեղանաթոռ հատուկ որպեսզի իրանք իմանան կահույքը ինչ է եւ ինչպիսին պետք է լինի հագուստ պատեֆոններ օրինակ հա որպեսզի նրանք երաժշտություն լսեն եւ հաղորդակցվեն գրքեր օրինակ գրապահարաններ եւ գրքեր մեջ այսինքն հատուկ նվիրում են այդպիսի նյութական բարիկներ, առարկաներ, որոնք կերտելու են իրենց պատկերացման որոշակի մարդու կերպարը եւ վարքագիծը։ Բայց այն այդպես կոչված հոգեվոր մշակույթը դա իհարկե իրենց համար շատ ավելի կարևոր էր, որովհետև այն հաղորդում էր այն հիմնական մեսեջները, հոգեվոր մշակույթն էր, որ այդպես կոչված, հա, որի մեջ իրանք երաժշտություն, բոլոր ստեղծագործական թևերը, թատրոնը գրականությունը, երաժշտությունը, գեղանկարչությունը, ամեն ինչը, որովհետև դա ազդում էր մարդու ուղեղի վրա, դա ազդում էր նրա մտածելակերպի վրա եւ ընկալումների վրա, ինչը շատ ավելի էֆեկտիվ էր հետագայում, քան այդ, որտեվ նյութականը փոխվում է, ասար այսօր պատիֆոնը, վաղ ասենք այդ պրայգրվացիրները ոնց էին հայերեն ասում, չգիտեմ, հա, նվագարկիչ միգուցե, հետո մագնիտոֆոններ եւ այլ, դա փոփոխական էր։ Ընդ որում, օրինակ, հետպատերազմյան շրջանում հակառակը, երբ որ տեսան, որ այդ նյութապաշտությունը ավելի է շատանում, որտեվ մարդիկ ուզում էին լավ ապրել, ուզում էին ավելի շատ առարկաներ, հա, գնել, ապրանքներ գնել
դա սկսվում է պիտակվել որպես բուրժուականություն եւ դա սկսվում է հակառակը քննադատվել ու իմիջիայլոց այդ հոգեվորի մեծարումը սկսվում է հենց նաև դրա հետ մեկտեղ երբ որ դու չես կարող նրան բավարար նյութական բարիքներ հրանցնես հա որտեվ այդ տոտալ դեֆիցիտի պայմաններում դու սկսում ես նրանց համոզել որ դա կարևոր չի կարևորը հոգևորն է այ դու ավելի լավ թատրոն գնա մենք քեզ շատ էժան տոմս ենք տալիս քեզ պետք է օրինակ այդ երշիկը կամ ասենք այդ մագնիտոֆոնը կամ այդ ջինսը քեզ հեչ պետք չի դու թատրոն գնա դու գնա պատկերասրահ զմայլվի հա արվեստի գործերով այ դա է իսկական դա է սովետական մարդու այն հոգևոր կերպարի բաղադրամասը ու դա էլի փաստորեն մանիպուլյացիա էր որը արվում էր որոշակի պայմաններին էլի համապատասխանեցնում եւ վերահսկման մեջ պահելու ես մի բան էլ ասեմ ես վերջերս ուրեմն ինտերվյու էի ես իմ վերցրած հա դաշտում վերցած ինտերվյուներից էի ես նորից վերալսում եւ այնտեղ բանասածը շատ հստակ էր դա դնում այդ հարցը ասում էր որ դե ասма հատուկ էին անում ասма չէին արտադրում որպիսի մարդիկ չընկնեն ասենք այդ նյութականի հետևից մարդիկ հիմա այդպես են փաստվեց մարդը որը այն ժամանակ եղել է նո այսօր տարեց է եւ այն ժամանակ իր երիտասարդությունը անցել է այն բրեժնևյան ոսկե տարիներին ինչպես ասում էին ասում էր որ պետք էր հոգևորը զարգացնել ինչին էր մեզ պետք ասենք մի երկու հատ ջինս ավել ունենայինք դա ինչ էր մեզ տալու ու ճիշտ էին անում որպիսի բոլորին չհասնի որ ժողովուրդը չընկնի դրա հետևից այսինքն այսօր մարդիկ փորձում են վերընթերցել այն ժամանակների իրենց սեփական հույզերը իրենց սեփական դժգոհությունը իրականում ու փաստորեն էլի նրանք մեղավոր են իսկ մեր սովետական կառավարությունը ճիշտ է դուրս գալիս, որտեղ տեսեք ինքը ինչ խելացի էր անում, ինքը հատուկ էր անում, որ մենք չընկնենք այդ նյութականի հետևից։ Ու դա էլ է փաստորեն ապացույց, որ փաստորեն այդ գաղափարական ճնշումները եւ գաղափարական այդ ազդեցությունները նրանք շատ էֆեկտիվ էին, որ մինչեւ հիմա նրանք ոչ միայն ապրում են, այլ անընդհատ վերադառնում են այս կամ այն մեկնությունների ընկալումների տեսքով։ Իսկ ինչպես անել, որ դրանք չվերադառնան կամ այսինքն դրանք ճանաչելի լինեն մեզ համար, շատ կարևոր է, որպեսզի այդ մանիպուլյացիաներն ու ոչ, այսինքն ճիշտ ճանապարհը կամ ճանաչելի լինի ընդհանրապես։ Ժամանակը, սերունդները պետք է փոխվեն, նոր արժեքային համակարգեր կան փոխարինելու։ Գիտեք, իրականում երբ որ մենք պատմությանը սկսում ենք մի քիչ հեռվից նայել, հա, ոչ մի համակարգ ինքը հավերժ չի մի կողմից, անընդհատ բոլորը փոփոխական են իրար հետևից գալիս են, բայց այնուամենայնիվ ցանկացած համակարգը չի մեռնում այն օրը, երբ որ դադարում է ֆիզիկապես գոյություն ունենալուց։ Դրա արձագանքը դեռ շատ երկար է լինում է դարերի ընթացքում չի անհետանում եւ դա բնական process է իրականում։ Եվ ամեն մի կարելի ասել հաջորդ համակարգը դա նախկինի, ներկայի, ապագայի միգուցե ինչ-որ հիբրիդային իրավիճակներ են, որոնք կարող են տարբեր դրսևորումներ ունենալ, լինում է, որ սկզբնական շրջանում հնի նկատմամբ շատ անհանդուրժող մարդիկ ծնում են մի սերունդ, որը վերադառնում եւ վերանայում է այդ արժեքները եւ այդ գաղափարները եւ մտածում է իսկ ինչով էր դա վատ հասկանում եք միգուցե դա էլ հետաքրքիր է միգուցե այստեղ էլ կա իր ճշմարտությունը եւ կարող են նույնիսկ փորձել դա վերականգնել ոնց որ ասենք ռենեսանսի ժամանակ մեկ էլ հիշում են անտիկության մասին եւ փորձում են դա վերստեղծել բարձ այդ վերականգնումը երբեք ուղակի չի լինում դա ավելի շատ նորովի հորինումն է լինում հա այդ ինչ որ գաղափարների եւ իրականությունների բայց այդ մոդելը այդ հղումը միշտ փորձում են մարդիկ գտնել անցյալը միշտ թվում է ավելի իմաստուն ավելի ճիշտ հա բոլորս միշտ անընդհատ անցյալ ենք փորձում հիշենք որպեսզի
փորձենք հասկանալ ինչպես շարժվել առաջ, դա օրինաչափ է, պետք է լինի մեր ապագան, բնական է։ Դա բնական է, իհարկե։ Ես կուզեի խոսեինք նաև այդ բարձր մշակույթ հասկացության մասին, որովհետև դե այսօր էլ մենք եւ դժգոհում ենք այս կամ այն ոլորտում մշակույթի ինչ վիճակ է ընդհանուր, տեսեք խորհրդային ժամանակներում ինչպիսին էր մշակույթը, ինչ բարձր էր այն, ինչ չափանիշներ ուներ, իսկ այսօր մենք սերիալային մակարդակում ենք գտնվում, այդպիսի քննարկումներ կան, չէ, անընդհատ ես կուզեի նաև հասկանալ, թե այդտեղ ոնց կարողանանք։ Շատ պարզ է այստեղ պատասխանը, էլիտաների փոփոխությունն է եւ էլիտաների պայքարն է։ Խորհրդային էլիտաները իրենք էին ստեղծում այդ եւ չափանիշները եւ այդ ապրանքները մշակութային այսօր էլիտաները փոխվել են էլիտաների գաղափարները, պատկերացումները, գեղագիտական համակարգն է փոխվել։ Այսօրվա էլիտան ստեղծում է իր համար մշակութային ապրանքները, հին էլիտաները բարձա որ չեն համակերպում, որովհետեւ այսօր եթե նրանք ընդունեն այսօրվա գաղափարները, ապա նրանք հասկանալի է, որ մրցակից չեն այսօրվա էլիտաներին ու ոնց որ ինքնաբերաբար նրանց դուրս են մղում այդ էլիտար շրջանակներից, բայց վերհիշելով խորհրդայինը, որտեղ նրանք էին թելադրում, հիմնական այդ նպատակները, գաղափարները եւ չափանիշները եւ ուղեցույցները, նրանք փորձում են նաեւ վերահաստատել իրենց որպես էլիտաներ, նրանք ասում են, չեն ասում, գիտեք, սովետական ֆիլմերը ավելի լավն էին, ավելի հետաքրքիր, նրանք ասում են, գիտեք, մենք ենք նկարահանողը, մենք ենք էլիտան, շրջվեք դեպի մեզ։ Այսօրվա էլիտաները սխալ, ճիշտ էլիտաներ չեն, դրանք կեղծ էլիտաներ են, իսկականը մենք ենք։ Եվ այդ մրցակցությունը իհարկե դեռ գոյություն ունի, որտեղ մարդիկ կան, դրանք դեռ կենթանի են եւ չեն ուզում հանձնվել։ Շատ լավ, եւ փորձենք ամփոփել մեր զրույցը, շատ հետաքրքիր է, թե Յուլիա անձամբ ձեզ որպես հետազոտող ինչու է հետաքրքիր եղել այս թեման, ընդհանրապես անդրադառնալ խորհրդային մշակույթին եւ ինչ անել այսօր, որպեսզի քիչ թե շատ ճանաչելի դառնալ այդ խորհրդայինից մնացած հետքերը։ Հետաքրքիր է, որ ես սկսել եմ իմ հետազոտական ճանապարհը շատ վերացական թեմաներից, շատ տիպիկ ազգագրական թեմաներից, բայց հետո ես սկսեցի հետաքրքրվել ինքս ինձանով։ Ամեն մի հետազոտողը, երբ որ թեմա է հետազոտում, միշտ պետք է իր անհատականությունը այնտեղ փնտրել։ Ես փորձում եմ ինքս հարց տալ, իսկ ես որտեղ եմ այսօրվա այդ համակարգում, որը ես փորձում եմ հասկանալ կամ հետազոտել, քանի որ ես միշտ ինձ ընկալում եի եւ իմ նմանները իրենց սովորաբար ընկալում են այդպես կոչված կրթված, շերտի ներկայացիչ, այսինքն մտավորականության ներկայացիչ, առաջին հարցը ինչ տվել եմ ինձ, իսկ ինչ է այդ մտավորականությունը, իմ առաջի ծրագիրը, որը առնչվում էր խորհրդային ժամանակների հետ, հենց դա էր։ Ու հետաքրքիր է, այն ժամանակ ես նկատել եմ, որ գրեթե անդրադարձներ չկան այն խորհրդային ժամանակներին, թե ընդհանրապես այդ մտավորականությունը ինչպես էր ձևավորվել, ինչ տարբեր, ես այն ժամանակ կարդալով գրականությունը, աղբյուրները հասկացա, որ ահագին տարբերություններ կան, օրինակ կայսերական մտավորականության, սովետական մտավորականության, ժամանակակից մտավորականության միջև։ Ու այդպես հետաքրքրությունը բացվեց, հիմա շատ ավելի լայն է։ Հիմա ես չեմ զբաղվում միայն մեկ շերտով, այսօր ես փորձում եմ մի քիչ ավելի լայն մասշտաբով հավաքել այդ նյութերը, որտեղ ես նաև շատ զարմացած եմ, որ շատ քիչ են հետազոտողները։ Եվ այս վերջերս նոր սկսել հետազոտել խորհրդային շրջան։ 10 տարի էլ չկա, երբ այդ հետաքրքրությունը գիտնականների մեջ քիչ թե շատ սկսել է առաջանալ։ Մինչև այդ երբ որ ամբողջ աշխարհում հրատարակվում էին խորհրդային միության տարբեր տեսակետերից, տարբեր ուրեմն կոնտեքստների հետազոտությունները, մեր մոտ լռություն էր, զրո էր, ոնց որ դա ինքն իրեն
վերցվում էր ոնց որ մի փաստ, հա, որ մենք եղել է ինչ որ շատ սովետական Հայաստան, եղել է պետություն, խորհրդային եւ այդ թեման դրանով ավարտվել է արդեն, դա հետաքրքիր չի եւ այլ։ Իսկ ինձ հետաքրքիր է եւ իմ գոլեգաներին նույնպես հետաքրքիր է։ Ի վերջո հետաքրքիր է այնքանով, որպեսզի կարողանանք մեր ներկան ճանաչելի ավելի դարձնել, քանի որ մենք գալիս ենք այնտեղից, չէ՞, ինչ որ իմաստով։ Դե ես ներկայի նկատմամբ հետաքրքրությունը ինձ սկսեց տանել դեպի անցյալ։ Իսկ երբ որ սկսում ես իմիջիայլոց անցյալի մասին խոսել մարդկանց հետ, նրանց ներկա գաղափարները, համոզմունքները, էմոցիաները շատ ավելի հասկանալի են դառնում։ Մենք չենք կարող ուսումնասիրել ներկան, եթե չուսումնասիրենք անցյալը, որտեվ այլապես մենք չենք հասկանա մարդկանց։ Շնորհակալություն։ Ես ռադիոլսողին հիշեցնեմ, որ զրուցակիցս մշակութային մարդաբան, Երևանի Պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի դոցենտ Յուլիա Անտոնյանն էր։ Մենք խոսում էինք խորհրդային մշակույթի ու նրա մերօրյա դրսևորումների մասին։ Զրույցը վարեց Նազելի Օհանյանը։